Բարի լույս բարեկամներ, եթերում Ամերիկայի ձայնի Բարի լույսի թողարկումն է, ձեզ հետ է Ինեսա Մխիթարյանը։ Հայաստանի հիրավի թանգարան է բաց երկնքի տակ։ Ամերիկյան խոշոր մեդիա ռեսուրսներից մեկը National Geographic-ը պարբերաբար անդրադառնում է Հայաստանին։ Չնայած դրան, Հայաստան այցելող արտասահմանցի հետազոտողները կարծում են, որ երկիրը միջազգային դաշտում պատշաճորեն ներկայացված չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային աշխարհագրական միությանը պատկանող National Geographic կորպորացիայի մաս կազմող համանուն կայքը պարբերաբար անդրադառնում է Հայաստանին, նրա բնությանը, մշակույթին, խոհանոցին։ Այս կամ այն չափանիշով Հայաստանը պարբերաբար ներառվում է ճանապարհորդության համար ամենագրավիչ երկրների ռեյտինգային ցանկերում։ Հայկական մշակույթը սկզբնավորվելով եւ ձևավորվելով քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկում միաժամանակ իր ինքնատիպությամբ հետաքրքիր է ինչպես արևմտյան լսարանի, այնպես էլ աշխարհի մյուս ժողովուրդների համար։ Թեև ներկայիս Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր մասը, այնուամենայնիվ այն չափազանց հարուստ է պատմաճարտարապետական եւ մշակութային հուշարձաններով։ Մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների։ Ընդ որում Հայաստանում կուտակված հուշարձանների մի ստվար զանգվածը համաշխարհային մշակույթի կոթողներ են։ Հետազոտող Վազգեն Գևորգյանը փորձում է բացահայտել Հայաստանի գաղտնիքները։ Նրա հրավերով Հայաստան էր ժամանել հնագույն քաղաքակրթությունների հեղինակավոր հետազոտող, հանրահայտ աշխատությունների հեղինակ Գրահամ Հենքոքը։ Մենք 14 օրվա օրյա այց կատարեցինք Հայաստանի տարբեր հնավայրերով եւ հիմնակետը ընդունելով Տաթևի այդ գավազան սյունը եւ այդ աստղային պատմությունը, որի հետազոտողն եմ եղել երկար տարիներ ես։ Եվ բավականին մեծ հաջողություն ունեցավ մեր այդ շրջագայությունը, որտեղ Գրահամ Հենքոկի միայն այն բառերը, որ նա ասեց, որ հնագույն քաղաքակրթությունների առեղծվածի բանալին գտնվում է Հայաստանում, այդպիսի կարծիք է հայտնել, կարող եք համացանցում դիտել այդ կարծիքը, կա Գրահամ Հենքոկը Հայաստանում կարելի է նայել։ Այո, նա մամուլի ասուլիս տվեց եւ այդ մասին փաստեց։ Եվ նաեւ նա բավականին զարմանք արտահայտեց, որ այսպիսի նշանակալից երկիր, ինչպիսին Հայաստանն է եւ չի ներկայացված համաշխարհային ասպարեզում։ Թեև հայերն աշխարհում հայտնի են իբրև յուրօրինակ մշակույթ ունեցող ազգ, Հայաստանը սակայն որպես համաշխարհային մշակույթում հարուստ ներդրում ունեցող ժողովրդի հայրենիք եւ տարածաշրջանային մշակույթի կենտրոն անհրաժեշտ չափով եւ մակարդակով ներկայացված չէ։ Համաշխարհային մամուլը հեռուստաընկերությունները հազվադեպ են անդրադառնում հայկական մշակույթին, իսկ ներկայացնելու դեպքում որպես կանոն Հայաստանի ներքաղաքական անցքերի, հարևան պետությունների հետ փոխհարաբերությունների, ցեղասպանության ճանաչման հարցի լուսաբանման համատեքստում, մինչդեռ Վազգեն Գևորգյանի արտասահմանյան հյուրերը հիանում են Հայաստանի հնադարյան մշակույթով եւ գիտությամբ։ Եվ մենք դիտարկեցինք, թե ինչպես է խորանից Օրիոնի աստղերը դուրս գալիս եւ սյանը քաշում, այսպես ասած, բերում կանգնացնում Օրիոնի գոտին սյան գլխին։ Սա գերֆանտաստիկ, այսպես ասած, աստղագիտական իմացություն է, սա գիտակցություն է, հասկանում եք, սա առանց աստղագիտություն իմանալու տվյալ ճարտարապետական կառույցը այդ կարգի անհնար է։ Վազգեն Գևորգյանի խոսքով համացանցը կտրականապես փոխել է իրերի դրությունը։ Ստեղծված պայմաններում հայ ժողովուրդն ունի բոլոր հնարավորությունները իր բացառիկ մշակութային ժառանգությունը համաշխարհային շուկայում պատշաճորեն ներկայացնելու եւ արդյունավետ իրացնելու համար։ Ամերիկայի ձայնի Երևան։ Հուսանք, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա զբոսաշրջության կենտրոն ոչ միայն սփյուռքահայերի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։